Հրանգել է դրա համար, որովհետև վերջի ժամանակ երկրի իշխանության ղեկավարությունը տարբեր միջազգային հարթակներում, տարբեր տեղեր արցախահայության մասին, արցախահայության իրավունքների մասին, որ հետ վերադարձը դա չլնող է, որ Արցախի հարցը փակված է, Արցախի մասին, Արցախի ժողովրդի մասին ներկայացնելով միջազգային հարթակներում, մենք դրան դեմ ենք։ Դուք իրավունք չունեք արցախահայության մասին խոսելու։ Արցախահայությանը մնացել է մի հատ իրավունք մենակ։ Արցախահայությունից խլել եք ամեն ինչ։ Արցախահայությունից խլել եք հայրենիքը։ Արցախահայությունից խլել եք իրենց զավակներին։ Արցախահայությունից խլել եք ամեն ինչ։ Այսօր եկած իրենց իրավունքները ոտնահարում եք արդեն։ Ոչ մեկը իրավունք չունի արցախահայության տեղը որոշելու, իր իրավունքների հետ խաղալու։ Արցախահայությունը հետ վերադարձի հույսը հավատը, ով կասկածանքի տակ է դնում, դա հենց հայ ազգի ժողովրդի, հենց հայ ժողովրդի առաջին թշնամին է։ Արցախը միշտ եղել է հպարտության առիթ։ Արցախը միշտ եղել է հայկական։ Արցախը միշտ լինելու է հայկական։ Այսօր վաղը կարող է մենք այդ հնարավորությունը չունենք, այո, բայց դա առիթ չի տալիս ոչ մեկին կասկածակի տակ դնել արցախահայության հետ վերադարձի կապակցությամբ հարցը։ Ամեն օր այսօրվա իրավիճակում տեսնում եմ Արցախի հարցը արդեն անցել է երկրորդ բանում։ Արցախի մասին շատ քիչ են խոսում։ Ներկայաշխանությունը հասկանալի է, ընդդիմադիր հայացք ունեցող ներկայացուցիչների մասին եմ ասում, ընդդիմադիր ուժերի մասին եմ ասում։ Առանց Արցախի հարցի ոչ մեկը հաղթանակ չեք կարելու տանել։ Առանց արցախահայության կարգավիճակին, առանց արցախահայության հետ վերադարձին ոչ մեկը վաղվա օրով ոչ մի հարցի մեջ հաղթանակ չի կարողանալու իրականացնել։ Բոլորին կոչ եմ անում, բոլորին հորդորում եմ, մի թաքնվեք, փողով մի վաճառվեք, փողն է ձեր սաղի գլխին է ցավը բերել, փողի զոհն եք դարել բոլորս։ Ամեն մեկս հայ լինելով, հայ ապրելու համար ազգովի պիտի պայքար մղենք։ Երեք Արցախն եք կորցրել, այսօր Սյունիքի մասին եք խոսում։ Արցախը չկորցնեիք, Սյունիքի հարցը չէր բարձրաձայնվել։ Արցախը չկորցնեիք, մնացած հարցերի այսօրվա իրավիճակում ինչ հարցեր կա, այդ հարցերը չեն բարձրաձայնվել։ Երկար ժամանակ բոլորը արցախահայության հետ միասին Սփյուռք, Հայաստան, Արցախ միատեղ կռիվ եք տանում թշնամու դեմ։ Թշնամի սարսափում էր Արցախից։ Թշնամի սարսափում էր Արցախով հայ ազգից։ Բայց այսօր մենք եկած վախում եք Արցախ բառը օգտագործելու։ Վախում եք Արցախի համար հավաքվելու, մեր արժանապատվությունը բարձրացնելու։ Արժանապատվությունը վերականգնելու համար առաջին ամեն մեկս մեր մեջ պիտի հարց տան։ Ով ենք մենք։ Գնում եք երաբլուր, խոնարհվում եք զոհվածների առաջ։ Ում է պետք է խոնարհվելը։ Ինչի համար եք խոնարհվում։ Որ դուք ողջ լինելով չեք շարունակում իրենց գործը։ Որ դուք ողջ լինելով չեք տանում են գործը ինչի համար իրենք զոհաբերել են։ Այսօրվա իշխանությունն էլ ռիթավորվում է դրանից։ Այսօրվա իշխանությունն էլ աշկների տակ կողում։ Այո, աշկների տակ կողում սաղին։ Չի կարելի մի թողեք, սաղ աշխարհը մեզ է նայում։ Սաղ աշխարհը մեր ժողովրդին է նայում, երբ հայ ժողովուրդը արթնանալու, երբ հայ ժողովուրդը իր արժանապատվությունը վերականգնելու։ Բոլոր ընտրական քարոզարշավով եք արդեն զբաղված, որովհետև պաշտոնի մենակ բանի կռիվ եք տանում, ոչ թե հողի համար եք կռիվ տալիս, ոչ թե ժողովրդի մասին եք մտածում։ Միլիարդներ եք ծախսելու պաշտոն գրավելու կամ երկրի ղեկավար դառնալու համար։ Բայց ժողովրդին այս իրավիճակում ոչ մեկը մատին չի դնում է ժողովրդին օգնելու։ Արտագաղթը տեսենք ինչ իրավիճակի է հասել։ Ումա պետք է այս հողը առանց ժողովրդի։ Այնա վայելում եք էլ ամեն մեկը էլ թալանելով, էլ ուտելով, այս ժողովրդի միսը կերել եք արդեն։ Էլ ինչ եք ուզում այս ժողովրդին։ Վաղվա օրը ժողովուրդը ձեզ պետք լինելու։ Վաղվա օրը գնալու եք էլ այս ժողովրդից խնդրեք, որ գա այդ ժողովուրդը ձեր կողքին կաղնի։ Արցախի հարցը պիտի լինի միշտ օրակարգում։ Բոլոր Արցախի թշնամիները վախում են Արցախի օրակարգից, Արցախի հարցից։
Չի կարելի չպիտի թույլատրեք այս ձևի իրավիճակ շարունակվի։ Այսօրվա իրավիճակում մենակով էլ 10 հոգով էլ 20 հոգով էլ լինեք, մեկ բարձրաձայնելու եք միշտ Արցախայության, Արցախի հետ վերադարձի, Արցախի հիմնախնդրի հարցը։ Երկու օր հայրավոր մարդիկ եք զանգում։ Բոլորդ էլ ձեր խոսքերի մեջ ամեն ձևի հայրենասիրական խոսքեր եք խաղում։ Ուրա ձեր հայրենասիրությունը, սուտասաններ։ Բոլոր նախկին պաշտոնյաներին եմ ասում, բոլոր նախկին ղեկավարներին եմ ասում, ներկա գտնվող մեր, որ ասում Արցախայության մեջ գտնվող ակտիվիստներին եմ ասում, ուր եք կորել, ինչ կա։ Խիչ եք հելնում ժողովրդի, խիչ եք հելնում ժողովրդի հետ խոսելու, խիչ եք շփում, խիչ եք բարձրաձայնում։ Վաղ օրն գալու եք էլի նոր ելք խաղերը խաղալու, որովհետև փող են տալու ձեզ, որովհետև նյութապաշտ եք բոլորդ։ Չի կարելի թույլ տալ այդ բաները։ Ներկա իշխանությունն էլ առավոտից իրիկուն ամեն ձևի այդ բարերը օգտագործելով մեզ ավելի մեծ ցավ է պատճառում։ Կոչ եմ անում դադարեցնեք Արցախայության մասի կամ Արցախի հետ կապված խնդիրների հետ կապված այդ բաները նվաստացնելու։ Չեք կարող այլ այդ հարցը լուծեք։ Մի խոսեք դրա մասին։ Դուք այդ ընդունակությունը չեք ունեցել, դեպի առաջնորդությունը չեք ունեցել։ Գնացել եք թշնամու հետ համագործակցության, գնացել եք դավաճանության։ Այո, դավաճանություն եք դրանվանում, որովհետև կործանումից հետևի ցավալի կործանումից հետո էլ ինչ բառ կարելի է օգտագործել։ Բանավեճի եք հրավիրում, տարբեր ղեկավարների, տարբեր հարթակներում բանավեճի եք հրավիրում։ Մեկ էլ ձեզ եք բանավեճի հրավիրում, եկեք ստեղ մեր հետ, մեր հարցերի պատասխանները տվեք։ Մի հոգի, երկու հոգի կապ չունի, համարձակ մեկը դուրս գա ստեղ, հանգիստ նստեք բանավեճեք։ Տեսակ ում հարցերին եք դուք կարող պատասխանեք, մեկ ձեր հարցերի կարող պատասխանեք, թե դու մեկ մեր հարցերի կարող պատասխանեք։ Չեք կարող պատասխանեք ու չեք էլ գա։ Ես վստահ եմ, որ ոչ մեկը դուրս էլ չի գալու։ Սիրելի հայրենակիցներ, հույսահավատները չկորցնեք։ Հայ ազգը ունի հազարամյա տարիներ պատմություն, Արցախն էլ ուներ հազարամյա տարիներ ու պատմություն ուներ։ Այսօրվա իրավիճակում ամեն մեկս, նորից եմ ասում, մեր տեղը պայքարելով գնալու եք հասնելու եք մեր հաղթանակին։ Ես չեմ ուզում խաղաղություն ծնկաչոք լինելով, ես չեմ ուզում այն խաղաղությունը, որ մեզ բերել են պարտության ստիպելով, որ մեր ցեղասպանության սպառնալիքներով են բերել, չեմ ուզում տես խաղաղություն։ Խաղաղությունը ձևի վերցրեք, գնացեք ադրբեջանցիների հետ խաղաղ ապրեցիք։ Այս հողը պիտի հայ ապրի, արդար վերականգնու իր բանը, արժանապատվությունը։ Մեկ առաջնորդներ եք ունեցել, միշտ հպարտացել եք դրանցով, միշտ անուններ եք դրել մեր երեխոցը, միշտ ամեն տեղ իրենց անունները հիշել եք։ Բա ուր մնացին ձեր խոսքերը, ուր մնացին ձեր այսօրվա այդ տղորց, այդ հերոսական տղորց զոհաբերած իրաց գործողության որ ասվա բանը։ Ինչի համար, ով է ասում, որ այդ տղերքը գնալսել է զոհվել են հանուն ոչնչի։ Հանուն ոչնչի դուք եք, այն մարդիկ է, որ այսօր չեն շարունակում նրանց գործը։ Հանուն ոչնչի նրանք են, ովքեր այդ երեխոտարյունները այսօր դերթերել բան են սարքել, ժողովրդի մեջ ինչ-որ մեկը մեկի քննադատելու մեղավորը ով է։ Մեղավորը դուք եք։ Այդ երեխեքն էլ ունեին ընտրություն, չգնային կռվեին, առողջ մնային, որ ասում իրաց կյանքը վայելեին։ Բայց իրանք գնացել են այդ քայլին, հաշվեռնելու, որ իրաց մեջքի կաղնած է այն ժողովրդի մասան, այն հադրությունը, որ շարունակել է գործը։ Ամոթանք բոլորիս, ամոթանք մեզ ամեն մեկիս, այս իրավիճակում, որ ես տեղ կայնած եմ այդ ձերի խոսքեր եմ բարձրացայնում։ Հայ ազգի հետ ինչ է կատարվում, ինչ է կանում է ժողովրդի հետ։ Ներկա իշխանության ղեկավարներին Արցախի անունը տալով 1000 անգամ մտածեք հետո տվեք։ Այս մարդիկ ցավ են ապրում, այս մարդիկ հույսահավատով են ապրում, որ գնալու են հետ վերադարձ Արցախ։ Ամեն անգամ այդ բառերը օգտագործելով Արցախի հարցը փակ է։ Դուք մեզ ավելի մեծ վնաս եք հասցնում, ավելի մեծ եք վիրավորում մեզ։ Մեկ թույլ չեք տալու, որ ոչ մեկը, ոչ մի շան որդի Արցախի հարցը կասկածանքի տակ դնի, Արցախի հետ վերադարձը կասկածանքի տակ դնի։
Արցախի հիմնախնդիրը կասկածանքի տակ դնի։ Պարտություն եք կրեք, ներողություն խնդրեք, կաբինետներում մի չոքեք, եկեք ստե չոքեք ժողովրդի առաջ։ Գնացեք չոքեք այդ ծնողների առաջ, որոնց իրենց երեխեքը զոհաբերել են։